Սեյսմիկ դիտարկումները Հայաստանում սկսվել է դեռևս անցյալ դարի առաջին կեսում եւ առաջին սեյսմիկ կայանը, որ ստեղծվեց, դա հենց մեր Երևանի սեյսմիկ կայանն էր։ Կայանը այդ ժամանակ շատ կարևոր նշանակություն ուներ եւ ուներ տարածաշրջանային բնույթ։ Կայանը տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ, սեյսմիկ իրադարձություններ գրանցեց, որոնք ծառայեցին ինչպես Հայաստանի սեյսմիկ վտանգի գնահատման համար, այնպես էլ տարածաշրջանի սեյսմիկ գնահատումների համար։ Սկզբնական էտապում կայանում գործում էր մեկ սարք հորիզոնական կոմպոնենտ ունեցող սեյսմոգրաֆներ։ Բավականին որակյալ գրանցումներ են, որոնք մշակվում են եւ վերլուծվում են օր 24 ժամվա ընթացքում։ Հետագայում կայանում տեղադրվեց նաեւ ինժեներային սեյսմոմետրիկ կայաններ, որը իհարկե ելի մեծ նշանակություն ունեցավ կայանի գործունեության ժամանակ։ Կայանը ուներ նաեւ եզակի նշանակություն, քանի որ Երևանի սեյսմիկ կայանով մոնիտորինգ էր արվում մեր Փարաքյարի սեյսմիկ օջախը։ Տեղաբաշխված է ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ մեր հայկական ատոմակայանի կողքը։ Իր գործունեությունը օջախը դեռևս դարերով է պայմանավորված եւ նույնիսկ մեր Զվարթնոց պատմական այդ հուշարձանը, ճարտարապետական հուշարձանը քանդվել էր հենց մեր 10-րդ դարում Փարաքյարը երկրաշարժի պատճառով։ Քանի որ ատոմակայանը ստեղծվել էր դեռևս 70-ական թվականներին, քայլեր ձեռնարկվեց, որպեսզի ուրեմն կայանը համապատասխանի այսօրվա վտանգին համապատասխան սեյսմակայունությանը։ Հայկական ատոմակայանը համապատասխանում է 9 բալանոց սեյսմիկ վտանգի։ Այդտեղ աշխատել են ճանաչված գիտնականներ եւ Հայաստանի, ինչպես Հայաստանի ամբողջ եւ Սովետական միության առումով հայտնի բավական էշել Նատա Կարապետյանին, որը ասենք գտնվում էր այդ սեյսմոլոգիայի մեր զարգացման հիմքերում։ Երևան սեյսմիկ կայանում հիմա տեղաբաշխված են սեյսմիկ ծառայության առանձին ստորաբաժանումները, իսկ դիտարկումները, որ իրականացվում են մասնավորապես հայկական ատոմակայանի շուրջ, այսօր իրականացվում է ժամանակակից սեյսմոլոգիական կայաններով, 6 սեյսմոլոգիական կայան, որոնք արդիականացվել են մեր ատոմային էներգիայի այդ կոմիսարիատի ֆինանսական աջակցությամբ։